98 թվականի հոկտեմբերի 28-ին առավոտ 6:15-ին 15 պակաս ինքը ծնվել է։ Վանիկի մայրը մահացել է, ես իրեն պահել եմ 8 տարեկանից, ընդունել եմ որպես ինձ տղա, մինչև վերջ մենք իրար հետ եղել ենք մայր ու տղա։ Ես չեմ տարբերել, որ ինքը իմ երեխան չի եղել։ Ակտիվ երեխա էր, ոչ չարաճճի էր, ոչ խելոք էր, ամեն ինչի մեջ սիրում էր հետաքրքրություն։ Փոքր ժամանակից էլ միշտ սիրել է երեխաներ, մինչև հիմա էլ ընկերասեր էր, ոնց որ փոքր ժամանակ։ Շատ սիրում էր այդ դպրոց, ոչ թե մենակ սովորելու համար, այդքան կարող սովորելու համար չգնալ, ինչքան իր անգերներին շրջապատին իր դպրոցի հետ լներ։ Մանկապարտեզում նույնպես, դպրոցում նույնպես, միշտ լավ, համ երեխա է եղել, համ աշակերտ, համ որպես տղա։ Հանգիստ բնավորություն ուներ, շուտ քննկվել չուներ, ուներ մարկային մտածելակերպ, սիրում էր դիմացինին հարգել, ճանաչել չճանաչեր, պարտավոր էր հարգել դիմացինին, այդ բնավորությունը իր մեջ կար։ Մի անգամ եմ ջղայնացել շատ խիստ, մեքենան էր խփել ընկերոջ հետ, ոչ թե խփել է շուռ էր տվել։ Իա մեքենան էլի, այդ ժամանակ որ գնացի տեսա իրան ու իր անգերոջը, որ մեքենան այդքան իմ մեքենանի մաշկին չեկավ, ոնց իմ մեքենան այդքան ընդհանրապես հետաքրքիր չէր, այդ պահին հետաքրքիր էր մենակ իրանց որ բան չլինի։ Այդ վաղտ եմ ջղայնացել շատ խիստ, ուղղակի եղել է իրան կյանքում, ոնց են ասում, դաս։ Սիրում էր աշխատել։ Ինքը որ դպրոցն ավարտեց իրան առաջարկի ինչ ես ուզում անես մեկ մյուս ինքը չէր ուզում ոչ մի բան, ասում է մի հատ արես ինչ ես ուզում, բայց էլ անենք ասում։ Ոչ մի բան ես իմը կստեղծեմ, ես իմը կհասկանամ, կանեմ։ Սիրում էր խոհարարությունը ու ընտրեց խոհարարություն, սովորեց, աշխատել է Փարվանայում ինքը, շատ էր սիրում իր այդ մասնագիտությունը։ Իրան երբ որ Պավեսկա եկավ բանակետար, ինքը տրամադրված, ոչ թե անտրամադիր, որ վայ բանակ եմ այդում բան չէ, շատ գրգռված ուզում էր ինքըետար։ Ինքը ծառայել է 2016 թվականից մինչև 18 թվականը Կիրովականում դուցում գրանատամիոչիկ եղել բանակում պիխոտը։ Եթե ամեն օր չզանգեր, օրը մեջ էլի հաստատ զանգում էր։ Զառայության հանրեպ երբ որ խոսակցություն է եղել, ոնց է զառայությունը այդ մեկ մյուս չի դժգոհ է, շատ հավես, որ պապ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Երբ որ ինքը 2018 թվին զորացել է զառայությունից, ամեն առավոտ ժամ 6-ին ինքը ավտոմատ ելնում էր, զարթնում էր։ Ասում եք մնա, եթե բանա ուզում ես մնա ծառայի, ասում եք չէ, պրոստը ոնց որ ասում էր պայտակ կարոտ եմ, քաշի էլի, ծառայությունը ոնց որ սովորես մի բանի։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց, հոկտեմբերի 1-ին ինքը գնաց Կռվի դաշտ։ 30-ն էր։ Վանս եկավ տուն, Վանուլս, բայթում եմ Ղարաբաղ պապ ինձի։ Ասեց ես Ղարաբաղ ինչ անես, բա պատերազմ մասի նոր է սկսվել, ելեք սպասի տենանք։ Ուր է հասնում տղա ջան, եթե պետք է սաղսել եթալու ենք էլի։ Բա չէ, եթում եմ ընկերներիս հետ, ոնց համոզեցի, չհամոզվավ, բա չէ, եթում եմ ընկերներիս հետ, ու ինձ ասեց, պապ մեղնելուց վախում ես, ու էլ չխոսած, անցանք առաջ։ Ասի չէ, բայց խետ հարցը տվեցի, բա լավ հեչ ու անցանք առաջ։ Ասի տղա ջան, տենց ես որոշի, ասեց, հա։ Ասի դե գնա, աստված հետդ, առավոտ իրանց ճանապարհել եմ ես, հոկտեմբերի 1-ի առավոտ։ Իրան գնացին Ղարաբաղ, Ասկերան։ Պատերազմի ընթացքում հաճախ զանգահարում էր, կարելի ասել, երբ հարցնում էինք ոնց եք, ինչ եք, մեզ ասում էր ամեն ինչ լավ է ու իրա բառն էր, տոշնիա։ Եթե զանգահարում էր, ինքը հայրիկետ շատ քիչ էր խոսում, հարցում էր պապ ոնց ես, մոտդ ամեն ինչ տոշնի է, իրա բառով
ասում էր հա տղես ու տալիս էր ինձ։ Չէր ասում որ կռվի տեղն ենք, եթե մենք ինչ-որ մի կրակոց էինք լսում բան, ինքը այդ ընթացքում հեռախոսանջատում էր։ Լավ, հետո կզանգեմ, հիմա հարմար չի, որ մենք չզգայինք, չանհանգստանայինք։ Այդ զոհվելուց մի քանի օր առաջ մի 3-4 օր ընդհանրապես իր հետ կապ չեղավ, անհանգիստ էի շատ խիստ, ընդհանրապես կապ չեղավ։ Նոյեմբերի 5-ի իրիկունը մոտավորապես ժամը 12-ին 11:30 զանգեց։ Մի 3 օր խաբար չունեին, որ ինքը կյանքում չէր սիրում այդպես երկար խոսալ, իր ամուրը միշտ ինքը զանգում էր։ Այդ պատերազմի վախտում էր խոսում, մի 5 րոպե, ոնց եք, ինչ կա, չկա, ես լավ եմ, իմ մոտ նորմալ, ասենց։ Իսկ այդ օրը, որ զանգեց նոյեմբերի 5-ի իրիկունը 11:30-ից 12-ին գասամանի, մոտավորապես 2 ժամից ավել խոսած, այդ եղել է մեր վերջի խոսակցությունը իր հետ։ Ով-ն եմ դրել։ Հեղինակը, Վանո։ Դարը։ Բա քաղցրովա։ Նիկերկա, Պոլակա։ Արա հորսավ չէ։ Իրեն վերջի պահերին ինքը շատ լցված էր, բայց 34 օր ինքը կռվի դաշտում ա եղել, ոչ մի անգամ ինքը չի բողոքել, ոչ մի բան չի ասել, բայց այդ վերջի օրը, չգիտեմ, շատ լցված էր։ Ու այդ եղել, որ ինքը արդեն գնացել են Շուշի, ճանապարհին են եղել։ Այդ եղել է վերջի խոսակցությունը մոր հետ մեր հետ, հեռախոսով։ Ծնունդի օրը մենք ստեղ նշեցինք իր ընկերների հետ իր ծննդյան օրը հոկտեմբերի 28-ին։ Ինքն էլ ընդեղ էր նշել։ Հոկտեմբերի 28-ին իր ծնունդն է, նոյեմբերի 6-ին մի շաբաթ հետո պաշտի զոհվում է։ Իր ծնունդի վաղտ ընկերները իրանց հետ ասում են գնա տուն, հետո 2 անգամ ուղարկում են տուն չի գալի։ Մենք տարբերություն որ եթե իմ աղբերներից մեկը բրիգադի ընկերներից հենա ես եմ 36 օր պատերազմի այդ օրերին ընդեղ ա եղել նոյեմբերի 5-ի գիշերը լույս 6-ի առավոտ Շուշից օգնություն են ուզում իրանք տղեկով էտում են նոյեմբերի 5-ի գիշերը լույս 6-ին էտում են Շուշի նոյեմբերի 6-ի սերեկը ժամը 12-ից 1-ին կացամաններում այդ արանքը Վանորը զոհվում է Վանորին խփում են սնայպերով խփում են մի հատ ճակատից իրան գերնա ասում դե որ տեսել է իրան ոնց է խփնվել ասում է հելավ գրանատամյոտ տոր կրակեր ինքը գրանատամյոտ չիկեր ինչ որ իրեկած նայրադեղ է մոտներ ինչ, 2 հատ գրակած են եղել, ասում է հելավ կայնավ որ գրանատամյոտը կրակեր են, ես 10 մետր, ասում է իրանից մոտ 10-12 մետր հեռու էր, ասում է այդ պահին սնայպերով, որ հելա պարկաստեղից կայնել է որ կրակի, սնայպերով խփել են իրան, Վանորին։ Վանից դեպքից հետո, ճիշտն ասած, մենք մեր տեղը չէինք գտնում, մենք միշտ մեզ ասում էին ունեցեք նորից բալիկ ունեցեք, բայց չգիտեմ համարձակություն չէինք գտնում, ոչ ես, ոչ Արսենը, ասում էինք համ մեր տարիքը, համ չգիտենք այս ցավի մեջ ոնց կլինի, բայց կարելի ասել մի տարի կես պայքարեցինք, պայքարելուց հետո ունեցանք Լուսին, որը մեզ հիմա ապրելու ուժ է տալի։ Լուսից հետո չեմ կարող ասեմ, որ էլի շատ ուրախ կյանքով ենք ապրում, ուղղակի Լուսին ոնց որ ուրախություն բերի մեր տան համար։ Լուսին իր տեղն ունի, Վանս իր տեղն ուներ, ոչ մեկ ոչ մեկի տեղը չի տա։ Շատ ժամանակ ասում են, ունեցել եք Վանի տեղը տալիս է, ասում եմ չէ, ամեն երեխա իր տեղն ունի։ Վանն ուներ իր տեղը, Լուսին ուներ իր տեղը։